Նիկոլի կողմից հայտարարված եռագլուխ հրեշ ում մասին է խոսքը։ Դե Նիկոլ Փաշինյանը իր վարչական ռեսուրսը օգտագործելով եւ նաեւ իր այսպես անբարոյականության հասնող ֆանտազիաները, այսպես մտքի սրությունը, հա, այսպես օգտագործելով մեզ գցել է մի անհեթեթ խաղի մեջ։ Մենք հիշում ենք, հա, սև ու սպիտակ խաղը, երբ որ ինքը առաջարկում էր ընտրություն իր եւ նախկինների միջև, առհամարելով մնացած բոլոր ուժերին, որոնք որ մեծամասամբ երկուսին էլ դեմ էին եւ շատ հիմնավոր ձևով։ Հիմա Նիկոլ Փաշինյանը նույնը փորձում է անել, այս անգամ գործի են անցել շատ ավելի պրոֆեսիոնալ թիմակիցները նրա եւ ստեղծել են, կարելի ասել իրենք, չասեմ 0-ից, բայց այսպես կատալիզատորի դեր են կատարել, որպեսզի իրենց դեմ հանդես գա մի ընդդիմադիր կազմ, որը կարելի է կոչել ռուսամետ։ Հիմա մենք բոլորս գիտենք, որ այո, Ռոբերտ Քոչարյանը տարիներ շարունակ Ռուսաստանի հետ լավ հարաբերություններ էր կառուցում, այնպես չի, որ ինքը առաջինն էր։ Լևոն Տեր-Պետրոսյանն էր, որ ռուսական զորքերին խնդրեց, որ նրանք մնան Հայաստանում եւ առաջին համաձայնություններն էր կնքում ռուսների հետ։ Սերժ Սարգսյանն էլ ժամանակին շարունակել է եւ մեզ մցրել է ԵԱՏՄ, բայց չգիտես ինչի ռուսամետի պիտակը ավելի շատ կպել էր Ռոբերտ Քոչարյանին, թեև մենք հիշում ենք Օսկանյանը իր արտգործնախարարն էր, անընդհատ խոսում էր կոմպլիմենտար արտաքին քաղաքականության մասին։ Ուրեմն Քոչարյանին հիմա ներկայացնում են որպես ամբողջությամբ ռուսական պրոյեկտ, ռուսական գուբերնիա Հայաստանը դարձնող մարդ, բայց միայն Ռոբերտ Քոչարյանի կերպարը կարծես թե քիչ պիտի լիներ եւ կաթողիկոսի վրա Նիկոլ Փաշինյանի հարձակումը, կարելի ասել եկեղեցու վրա Նիկոլ Փաշինյանի հարձակումը բնականաբար առաջացրեց նաև եկեղեցուն պաշտպանելու մեծ ձգտում տարբեր մարդկանց մոտ, այդ թվում Սամվել Կարապետյանի մոտ, որը իր այդպես Ռուսաստանում վարած գործունեության առումով եկեղեցու հետ բավական կապված անձ էր, եւ Սամվել Կարապետյանը, որը իմ տիպավորությամբ ի սկզբանե չէր պատրաստվում անձամբ մասնակցել ընտրություններին, միանշանակ տպավորություն է իմ մոտ, որ նա դա չէր ուզում անել, նա դժգոհում էր գործող ընդդիմությունից, որ այս ընդդիմությունը չի կարողանում պայքարել Նիկոլ Փաշինյանի դեմ, եւ այդ բարկացած խոսքը նրա, որ ուղղված էր ընդդիմությանը, այսինքն Քոչարյան, Սերժ Սարգսյան, չգիտեմ, մյուսներ, մի բան արեք, եթե չանեք, մենք մեր ձևով կանենք, Նիկոլ Փաշինյանը սա սարքեց քրեական գործի հիմք, լրիվ ապօրինաբար, որքան էլ ես չսիրեմ Սամվել Կարապետյանին, որքան էլ բացական գնահատեմ նրա նախկին գործունեությունը Հայաստանում, էլ դրսի գործունեությունը ինձ չի հետաքրքրում։ Միևնույն է, այս դեպքում նրա նկատմամբ ակնհայտ անարդարություն էր այդ քաղաքական հետապնդումը, բայց այդ անարդարությունը ուներ նաև պրակտիկ իմաստ։ Սամվել Կարապետյանին ներքաշել քաղաքականության մեջ որպես այլընտրանք Ռոբերտ Քոչարյանին։ Ինչու է սա կարևոր։ Սա կարևոր էր նրա համար, որ Ռոբերտ Քոչարյանի ձայները, այսինքն ընդհանուր հականիկոլ ձայները, որ տեսականորեն կարող էր հավաքել գլխավոր ընդդիմադիր ուժը, Նիկոլ Փաշինյանը ամեն ինչ արեց, որ այդ ընդդիմադիր ուժը լինի նախկինները, բայց վախենալով, որ այդ նախկինները կարող է չափից ավելի շատ ձայն հավաքեն, որոշեց մի քանի գլուխներով նրանց խաղի մեջ ներքաշել։ Եվ այսպես մենք ունեցանք Սամվել Կարապետյանի թիմը, որը ըստ էության անպատրաստ, որքան էլ որ նրանք փող են ծախսել, բերել են խորհրդատուներ, մասնագետներ, ըստ էության երևում է այդ մասնագետները երևի թե առաջին անգամ են ընտրությունների խորհրդատվություն անում կամ առաջին անգամ են տեսնում, թե Հայաստանում ինչ է կատարվում եւ չեն հասցնում կողմնորոշվել։ Ինքը անձամբ անպատրաստ իր երիտասարդ եղբորորդին մի քիչ ավելի պատրաստ, բայց ոչ այնքան որ կարողանա այդպիսի մեծ ընդդիմադիր շարժում առաջնորդել, այլ թիմակիցների գործնականում բացակայության պայմաններում, քաղաքական իմաստով կերպարների բացակայության պայմաններում մտել է խաղի մեջ, որտեղ նա ունի ընդամենը փող, ուրիշ ոչինչ, հա, ասենք գործնականում ոչ մի հնարավորություն չունի։ Եվ այստեղ այդ հրեշի երրորդ դա չբավարարեց Նիկոլ Փաշինյանին եւ նա որոշեց հրեշին սարքել եռագլուխ։ Գագիկ Ծառուկյանը շատերին թվում է, որ նույնպես ռուսամետ գործիչ է, ոմանք ընդգծում են բելառուսամետ գործիչ, սակայն իրականում այս պարագային Գագիկ Ծառուկյանը շատ կասկածելի խաղացող է։